Արծուք Մինասյան։ Պարոն Ավանեսյան, 3 հարց, առաջինը հաշվետվողականության մասին, ասեցիք, որ նախկինում հաշվետվողական չի եղել, բայց պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ ներկայացում են այդ ցուցանիշները, ներառյալ պետական երաշխիքները եւ անհրաժեշտության դեպքում ավելի բացված տեսքով են ներկայացում, այլ չասած պետական պարտքի զեկույցները, որ հրապարակվում են, այնպես որ կարծում եմ ստպտի ճշգրտում տակ, հաշվետվողականության հետ կապված խնդիր չի, այլ բան թույլատրելիության հետ կապված լինի, որ նորից լրացուցիչ ազգային ժողով կա։ Երկրորդը պարոն Խաչատրյանը տվեց այդ հարցը, բայց չպատասխանեցիք, մուրհակները պայմանական պարտավորություններ եք դուք տեղափոխում, դա միջազգային որ ստանդարտների համաձայն այդպես, եւ երրորդը պայմանական պարտավորություններ հասկացության ներքո նկատի առնելով, որ դուք նաեւ էկոնոմիկայում, նաեւ ֆինանսներում արդեն sense բազմավոլորտ ուղղություններ են, որքանով է այս փոփոխությունը պետություն մասնավոր գործակցության օրենսդրության շրջանակներում նպաստելու այդ ծրագրերի իրականացման։ Շնորհակալություն պարոն Մինասյան, իրականում եթե հասկացաք, որ ես խոսքը գնում էր երաշխիքների մասին խոսքը չէր գնում, ավելի շատ պայմանական պարտավորությունների մասին էր խոսքը գնում, ինչպես գիտեք, մեր մոտ ցավոք սրտի, բայց նաև դա էլի եմ ասում, հաշվետվողականության տեսանկյունից հաշվապահության ստանդարտներն են զարգացել, IPSAS 19 ստանդարտը կա, որը սահմանում է, թե ինչ է պայմանական պարտավորությունը, եւ ինքը շատ հստակ է, դա ցանկացած պարտավորություն է, որի վրա կառավարությունը կամ այդ պարտավորությունը թողարկողը ամբողջական կոնտրոլ չունի։ Այսինքն, եթե դա օրինակ տերմինացիայի վճարներն են, հա, որը մեր պայմանագրերում հաճախ հանդիպում են ՊՄԳ կամ կոնցեսիոն կամ այլ, այսինքն մինչև ՊՄԳ օրենսդրությունը կնքված պայմանագրերում, դրանք օրինակ պայմանական պարտավորություն ուղղակի չեն հաշվարկվում, որովհետև դա կառավարության կամքի արտահայտությունն է եւ դա ուղղակի ծախս է։ Չնայած կար քննարկում, որ մեր տարբեր մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամը պնդում էր, որ ՊՄԳ շրջանակներում ուղղակի ծախսերը եւս սահմանափակենք, բայց մենք դրան դեմ ենք, որովհետեւ դա արդեն մի քիչ տրամաբանական չի, այդ դեպքում պետքա խոսանք նաեւ, որ կապիտալ ծախսերը ընդհանրապես պետքա սահմանափակել։ ԿԲ-ի մասով դա էլի վիճակագրության խորը վիճակագրության հարց է, հենց PSDS-ի մասով ստանդարտը կոնկրետ չեմ կարող ասել, բայց եթե կարող ենք ազգային ժողովում հատուկ մասնագիտական կարող ենք ազգային ժողովում հատուկ մասնագիտական քննարկում հրավիրել Կենտրոնական բանկին, Ասիական զարգացման բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, որոնք այս երրորդը տերն է այդ համակարգի, եւ իրանք ավելի մանրամասն արդեն նկարագրեն, որտեղ դա բավականին երկար մեր մոտ էլ է քննարկվել, դա արդյոք պայմանական է, թե պարտքային գործիք։ Ներողություն։ Պարոն Ավանեսյան, Կենտրոնական բանկի պարտքը, որ հանեցինք պետական պարտքից, ինքը ինչ պարտք է դիտվում, ինչպես է կառավարվում, ինչպես է կարգավորվում, եւ վերջո Կենտրոնական բանկի ակտիվների եւ պարտավորությունների տարբերությունը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է ըստ օրենքի, այսինքն ուզենք թե չուզենք, դա Հայաստանի Հանրապետությանն է, եւ ուզենք թե չուզենք, եթե հանկարծ պարտքը Կենտրոնական բանկի կամ պարտավորությունների ծավալը ավելին լինի, քան ակտիվները, դա պարտավորություն է դառնում նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա հարցը հետեւյալն է, եթե Կենտրոնական բանկին հանում ենք այս համակարգից, ինչ կարգավորումներ է այստեղ, արդյոք իր համար ավելի նոր ստանդարտներ պետք է սահմանվեն, կիրառվեն, ինչի հետ պետք է համադրվի եւ վերջինը, փաստորեն պետական պարտքի մասին մայր օրենք է ընդունվում, նոր օրենք է ընդունվում։ Ինչու է դեպքում, ես որքան հասկացա, այդպես է, ինչու է դեպքում ոչ թե փոփոխության տեսքով եք բերել, այլ նոր օրենքի տեսքով չեք բերել։ Մասին դժվարանամ պատասխանեմ, պարոն Մինասյան, իրավական է, բայց առաջի մասով Կենտրոնական բանկի պարտքը ներառվել է հանրային հատվածի պարտքի մեջ, այսինքն ոչ թե դուք չեք տեսնելու Կենտրոնական բանկի արտաքին պարտքը ինչ է, այլ մենք ունենալու ենք հատուկ դասակարգիչ, որտեղ դուք այդ թվում պետական մասնակցությամբ 50+ մասնակցությամբ տարբեր կազմակերպությունների պարտքերը եւս տեսնելու եք ու դա հաշվետվության հետ պարտարի ներառվում է։ Այսինքն մենք ունենալու ենք 3 մակարդակ, էլի, ամենաբարձր մակարդակը հանրային հատվածի պարտք, որտեղ ամեն ինչն է կարելի ասել, երկրորդ մակարդակ պետական պարտքն է, երրորդ մակարդակ կառավարության պարտքն է։ Այսինքն ավելի շատ ստեղ մենք փորձում ենք համապատասխանեցնել ճշգրիտ վիճակագրությանը, որտեղ նաև ճիշտ է որ ասեմ, մենք օրինակ երբ որ Եվրոբոնդը ենք թողարկում, մեզ մի քանի հատ խոշոր միջազգային կազմակերպություն հակառակ հարցը տվեցին, ասեցին, այս պետական պարտքի մեջ Կենտրոնական բանկը եք ներառել։ Ու ընդհուպ մինչև հարցեր առաջանում, իսկ այդ ինչի է տենց ձեր մոտ, ինչի ուրիշ երկրներում տենց չի, կարող է կառավարությունը ինչ-որ բան է հաստատում կամ պետությունը ինչ-որ բան է հաստատում Կենտրոնական բանկի ֆինանսական գործառնությունների եւ այլ բաների վերաբերյալ, դա հարցեր էր առաջացնում նաեւ։
Այսինքն մեր համար դա եւս սիգնալ եղավ եվրոբոնդերից հետո, որ իրականում սա լավ սիգնալ չի ուղարկում մեր միջազգային գործընկերներին։ Հարցերն ավարտվեցին, շնորհակալություն, պարոն։ Կարող եք զբաղեցնել